հետընտրական շրջանում իշխանությունները գործի են դրել իրենց, այսպես ասած, մամլիչը եւ ամեն կերպ փորձում են ահաբեկումների ճանապարհով խոճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում, կոտրել ընդդիմության, այսպես ասած, քաղաքական կամքը եւ հիմնական նպատակը դա է եւ Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը այս առումով բացառություն չի կազմում եւ լիովին տեղավորվում է իշխանության կողմից իրականացվող ռեպրեսիաների տրամաբանության մեջ։ Այս ճանապարհով գնալու համատեքստում հնարավոր է համանուն հայակալում եւ ինչու՞ չէ քաղաքական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ եւս ձերբակալվեն, կալանավորվեն։ Գիտեք ինչ, ոչինչ չի բացառվում, իշխանության այս ամբողջ մտահոգությունները, ասենք, ռեակցիաները քաղաքական դաշտում պայմանավորված են այն հանգամանքով, որ իրենց նախընտրած արդյունքը իրենք չեն ստացել, այսինքն սահմանադրական մեծամասնություն։ Եվ այդ սահմանադրական մեծամասնությանը հասնելու համար իրենք ընտրել են ամենապրիմիտիվ տարբերակը՝ գորշ, կոնկրետ, կոպիտ բիրտ գործիքակազմի միջոցով փորձում են հասնել հաջողությունների ահաբեկման ճանապարհով, որը ես կարծում եմ դատապարտված է ձախողման, որովհետև գիտեք ինչ, Դիցուք Հայաքովի ազգային քաղաքացիական միավորման պարագայում մեր կառույցը անձերով, անհատներով պայմանավորված չէ, սա հավաքական կառույց է, ունի բազմաթիվ մտավորականներ եւ մենք միանշանակ մեր բարոյական աջակցության խոսքն ենք հայտնում մեր համակարգողին Ավետիք Չալաբյանին եւ շարունակելու ենք մեր պայքարը եւ ոչ մի ձերբակալում, ոչ մի իշխանական ռեպրեսիաներ մեզ չեն խոչընդոտելու այս առումով։ Գիտեք ինչ, այս իշխանությանը 8 տարիների ընթացքում հաջողվել է տարբեր ոլորտներում հաստատել մեն իշխանություն եւ դատարանից, այսպես ասած, իմ սպասելիքը 50-50 է։ Չեմ կարող կանխատեսումներով զբաղվել։ Այդ հարցում օրինակ Գևորգ Պապոյանն է լավ, ինքը սիրում է կանխատեսումներ անել, էլի։ Մենք կանխատեսումներ չենք անում, կսպասենք, կտեսնենք։ Կարծում եմ, որ ցանկացած դատավոր պետք է առաջնորդվի մեր գոլեգաներն նշեցին իրենց մասնագիտական առաքելությամբ։